Բարև ձեզ սիրելի բարեկամներ, առավոտի տաղավարում է մեր ձևով շարժման անդամ Հարություն Մնացականյանը, շնորհակալություն Հարություն։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջույն ձեզ։ Մենք խոսելու ենք ձեր շարժման գյուղատնտեսական ծրագրերի մասին։ Ձեր ուժը այն քչերից է, որը խոսում է ոչ թե վերացական քաղաքականությունից, այլ կոնկրետ ոլորտներից, կոնկրետ ծրագրերից։ Դա ըստ ձեզ ճիշտ մարտավարություն է, թե մարդկանց ավելի շատ հետաքրում է պայմանականորեն ասած, թե որ քերակինն է ինչ արել։ Ճիշտն ասած, մենք փորձում ենք ամբողջությամբ ցույց տալ հենց իրատեսական գործը, ինչ է սպասում եւ գյուղատնտեսության ոլորտում հետաքրքրող շատ խնդիրներ, որպեսզի սովորական ֆերմերը, սովորական գյուղաբնակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկանա ում է ընտրում, ինչ ուժ է ընտրում եւ ինչ սպասել այդ ուժից։ Եվ մենք երկարատև այս ծրագրերի վրա աշխատել ենք ամբողջությամբ, նաեւ ես ինքս լինելով գյուղատնտեսության ոլորտում բավականին երկարատև փորձ ունեմ եւ այդ ծրագրերի վրա աշխատելով մեր ունեցած փորձի արդյունքներով թիմային աշխատանքի շնորհիվ ստեղծել ենք հենց այս գյուղատնտեսական ծրագրերը, որով առաջնորդվելու ենք ընտրությունից հետո։ Եվ ասեմ ավելին, թեկուզ ընտրություններում հաջողություն չգրանցելուց հետո մեր ցանկալի հաջողությունը, մենք միևնույնն է փորձել ենք այդ ծրագրերը իրականացնել։ Դա հետաքրքիր է մարդկանց։ Իհարկե հետաքրքիր է, դա չի կարող չհետաքրքրել մեր ֆերմերներին, գյուղացիներին, գյուղատնտեսներին, որովհետև իրենց ապագան իրականում քերակինի հետ քնելու պատմությունը չի, այլ սա կոնկրետ իրենց մասին է, իրենց վերաբերող գոյություն ունեցող իրենց միջավայրի մասին է եւ բնականաբար իրենց հետաքրքրելու է սա եւ իրենք պիտի շահագրգռված լինեն այս ծրագրերի իրականացման գործում։ Տարբեր տվյալներով Հայաստանի գյուղատնտեսության մեջ ներգրաված է մոտավորապես, 30% պլյուս մինուս եւ այդպես մոտ ստացվում է 350,000 մարդ։ Աշխատունակ բնակչությունից, Արդյոք այդ պայմաններում ճիշտ քայլ էր գյուղատնտեսության նախարարության վերացումը։ Գյուղատնտեսության նախարարության վերացումը շատ ամենամեծ սխալներից մեկն էր այս կառավարության, որովհետև գյուղատնտեսության նախարարությունը միայն 300,000 գյուղացիական տնտեսությունների մասին չի։ Գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի ամբողջ բնակչության մասին է, պարենային անվտանգության մասին է, որին մենք գտնվելով շրջափակման մեջ, թեկուզ շրջափակումից հետո ամբողջ երկիրը կերակրում է գյուղատնտեսությունը։ Աշխարհը ինչքան էլ զարգանա, ինչքան էլ առաջընթաց ունենանք տեխնոլոգիական, ինչքան էլ առաջընթաց դիտվի, միևնույնն է, մարդը պետք է սնվի, պետք է հագնվի, իսկ սնունդը եւ հագուստը գյուղատնտեսության բաղադրիչներից մեկն են։ Չեմ ասում քիմիական արդյունաբերություն, որտեղ ստանում են տարբեր տիպի հագուստներ, ես խոսում եմ արհեստական հագուստներ, խոսում եմ ընդհանրապես տեքստիլի ոլորտը, խոսում եմ գյուղատնտեսության մշակաբույսերի աճեցում, կաթնամթերքի ոլորտ, կաթնատու անասնապահության ոլորտ եւ մարդը քանի գոյություն ունի, ինքը փոխկապակցված է գյուղատնտեսությանը, իսկ գյուղատնտեսության ոլորտը իրենից ենթադրում է շատ մեծ ռիսկեր եւ մարտահրավերների դիմագրավում եւ երկարատև աշխատանք, ինչը վերացնելով մենք այսօր հանգել ենք բազմաթիվ գյուղատնտեսական եւ առողջապահական խնդիրների։ Ըստ ձեզ սննդի անվտանգության այդ օրգանը, այդ կառույցը պետք է լինի գյուղատնտեսության նախարարության մեջ, իհարկե, որտեղ ինքը փոխկապակցված է գյուղատնտեսության, չէ՞, պարենային անվտանգության տեսանկյունից ՍԱՏՄ-ն, ենթադրենք, եթե գյուղատնտեսության նախարարություն ստեղծվի, ՍԱՏՄ-ն պարտադիր պետք է լինի գյուղատնտեսության նախարարության բաղադրիչներից մեկը։ Ենթադրենք որևէ շրջանում լոլիկ աճեցնելու հետ կապված ՍԱՏՄ-ի ուսումնասիրությունները պետք է միանգամից գյուղատնտեսության հետ փոխկապակցված ձևով տեղ ունենան։ Տվյալ ֆերմերը չհասկանալով պեստիցիդները, ծանր մետաղները, թունակ պահարտանյութերը ինչ քանակով է օգտագործել, արդյոք թույլատրելի նորմը չի գերազանցել, որը հետագայում բացասաբար կանդրադառնա սպառողի քաղաքաբնակ բնակչի վրա առողջական բացասական ազդեցություն չի թողու։ Այս ամեն ինչը փոխկապակցված են իրար եւ առանց այդ համապատասխան մարմինների ճիշտ աշխատանքի մենք չենք կարող ունենալ առողջ հասարակություն, զարգացող գյուղատնտեսություն եւ դրան գումարված պարենային անվտանգության խնդիրները։ Քանի որ դուք հավակնում եք ստանձնել պետական ղեկավարումը, հետեւաբար դուք
մենք խոսենք թե ինչ դեր կարող է ունել պետությունը, որովհետև գյուղացին մասնավոր անձ է, նրա տնտեսությունը մասնավոր, ինչ դեր պետք է ունենա պետությունը։ Եվ ես կառաջարկեմ մի քանի ուղղություն, ես խնդրում եմ դրանք մեկնաբանել։ Առաջին ուղղությունը ընդհանուր է, հա, խաղի ընդհանուր կանոններ։ Սեփականության իրավունք, սննդի անվտանգություն եւ սանիտարական ծառայություններ։ Այստեղ պետությունը ինչ դեր կարող է ունենալ։ Սկսենք սեփականության իրավունքից, տեսեք, պիտի հետ գնամ 30 տարի հետ անկախացումից հետո, սկսենք այդ քայլերով դիտարկել, խորհրդային միության փլուզումից հետո, երբ որ գնաց մասնավորեցման գործընթացը, երբ որ հողերը մասնատեցին եւ տվեցին սովորական գյուղացիներին, ովքեր ֆերմերներ չէին, գյուղացուն թողեցին հողի հետ մենակ, ինչպես առաջի դասարանի աշակերտին բերես այբենարանը տաս, ասես դու սովորի ու տարերը սովորի, բնականաբար աշակերտը չի կարող առանց ուսուցչի, առանց որևէ ծնողների թեկուս միջամտությամբ ինքն իրենով տիրապետի այբենարանին կամ թեկուս մաթեմատիկայի ձեռնարկին։ Պետություն գյուղացի կապը այդտեղ խզվեց, կարելի ասել, գյուղացին մնաց ինք իրեն հողի հետ մենակ, ինքը չլինելով ագրոնոմ, չլինելով բույսերի պաշտպան, չհասկանալով, իրավամբ չհասկանալով, որովհետև դրանից առաջ կային կոլտնտեսություններ, որը ուներ եւ բույսերի պաշտպան, եւ ագրոնոմ, եւ մեխանիզատոր, եւ տրակտորիստ եւ այլն, ու այս ամեն գործառույթը պետք է սովորական գյուղացին աներ։ Ինք չհասկանալով հողի լեզուն, չկարողանալով հողի հետ վարվել այնպես, ինչպես անհրաժեշտ է, պլյուս հողերի մասնատումից բնականաբար այդ գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված ինքնարժեքը բավականին բարձրացավ, հողը սկսեց դեգրադացվել եւ դառնալ վնասաբեր ճյուղ։ Եվ աստիճանաբար գյուղացիական տնտեսությունները սկսեցին հրաժարվել հող օգտագործումից եւ 450,000 հեկտար գյուղնշանակության հողերից, վարելահողերից այսօր մշակում է ընդամենը 200-ից 250,000 հեկտար։ Այն մնացածը ինչ անում։ Ընդհանրապես չեն օգտագործում, բարձի թողի վիճակում է եւ այդպես մնացել է, որոշ մասը դեգրադացված է, որոշ մասը արդեն այդ հողերը չօգտագործելով մելորացիայի չընթարկվելով դարձել են կոպիտ ասած ոչ պիտանի եւ այսօր մենք ունենք ուղիղ գյուղատնտեսության օգտագործվող հողահանդակների կեսից մի քիչ ավելի, ինչը լուրջ խնդիր է նման աշխարհագրական դիրքում գտնվող երկրի համար։ Պետությունը ինչ պիտի անի։ Պետությունը պետք է խրախուսի իր տարբեր դրամավարկային հարկաբյուջետային քաղաքականություն ունեցած գործիքակազմով պետք է փորձի խթանել գյուղատնտեսության զարգացումը։ Առաջինը պետք է հնարավորինս օգնի ֆերմերը գյուղացին կարողանան ֆերմերային տնտեսությունները կոնսոլիդացվեն, համախմբվեն, կոոպերացիաներ ստեղծեն եւ այդ կոոպերացիաները արդեն կբերեն իրենց ավելի բարձր արդյունք, ավելի ցածր ինքնարժեք։ Երկրորդ, սա պետական բացառապես պետական գործառույթ է, նաև ազգային անվտանգության խնդիր է, հողերի զոնավորումը։ Հողերի զոնավորումից հետո արդեն հնարավոր է 35 տարի չի արվել դա։ Դա արվել է 60-70-ական թվականներին ու պատկերացրեք այս տարիների ընթացքում արդեն 2020 թվականը, եթե հաշվենք 50 տարի անց մեր երկրի կլիման փոխվել է, հողերի կառուցվածքն է փոխվել եւ ահագին խնդիրներ են առաջացել եւ զոնավորման հետևանքով, երբ որ ունենանք հողերի բաղադրությունը, կազմությունը եւ մեծիո տվյալները թվային տեսքով, մենք հնարավոր տարբերակներից կընտրենք որ մշակաբույսերը, որ տարածաշրջանում աճեցնեն, որ մաքսիմալ ավելի մեծ շահույթ ստանա ֆերմերը։ Եվ դրանով կփորձենք որպես պետություն, որպես իշխանություն օգտակար լինել եւ որպես ուղեցույց գյուղացուն ինչ աճեցնի, ինչպես աճեցնի եւ ինչպես իրացնի, ամենակարևորը, ինչպես իրացնի ստացված բերքը, որից ստանա հաճույք։ Հաճույքն ասում շահույթ։ Չնայած շահույթը հաճույք է նաև բերում։ Հաճույք է բերում։ Մեր գյուղատնտեսության թիվ 1 կարևոր խնդիրներից է մասնատումը, ինչպես որ ասեցիք, հա, միջին ֆերմերը ունի ընդամենը 2-3 հեկտար, հա, եւ սովորաբար իրարից անջատ տարբեր տեղերում, հա, այ բանը կոնսոլիդացնել եւ կոոպերացնել։ Դուք չեք կարող ստիպել, ինչպես կոմունիստներն էին անում, չէ՞, բայց պետք է խրախուսեք։ Այո, տեսեք, վերջերս նորից այս թեմային անդրադարձա, մարդուն մի քիչ կոպիտ օրինակով բերեմ, դաստիարակելու համար 5 մեթոդ կա, կամ որևէ գործի առաջ մղելու համար 5 մեթոդ կա, որից ամենաառաջինը խրախուսանքի եւ
պատժի եւ հարկադրանքի մեթոդն է։ Դու գյուղացուց հողը չես կարող խլել, որը սեփականության կոպիտ խախտում է, սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում է։ Դրա համար կա խրախուսանքի եւ հարկադրանքի մեթոդը։ Հարկադրանքի մեթոդը այն է, որ գյուղացին ֆերմերը իր հողը չի օգտագործում, որպես այդպեսին նա թողել է եւ հողը դեգրադացում է, նրա գույքահարկը սկսի աստիճանաբար բարձրանալ, որ նրան ավելի ձեռնտի լինի իր հողը վարձակալությամբ տա այն մյուս ֆերմերին, ով օգտագործում է այդ հողը, կամ մասնակցի մյուս ֆերմերի հետ հող օգտագործման process-ի ժամանակ։ Բայց երբ որ դու չկիրառես խրախուսանքի մեթոդը, մենակ հարկադրանքի մեթոդը, դա ազնիվ չի ֆերմերի հանդեպ, որտեվ ֆերմերը մնալով հողի հետ մենակ ինքը չգիտի ոնց վարվի հողի հետ։ Դու նրան պիտի պայմանները ստեղծես, այսինքն զոնավորման արդյունքում դու իրան հուշես, ասես SSSS մշակաբույսերը քո համար ձեռնտու կլինի։ Այս սուբսիդիոն քաղաքականությունը իրականացնելով, որ դու SSS մշակաբույսերը աճեցնելուց պետությունից կստանաս այս աջակցությունը, բանկերից կստանաս այս ցածր տոկոսով վարկը կամ ընդհանրապես վարկը սուբսիդավորվի, դու 0% վարկ կստանաս։ Պլյուս դրան քո արդեն ստացված բերքի հետ կապված, քանի որ նաև օգնում ես տարբեր ժամանակին կային գյուղաճակցման մարզային կենտրոններ, նմանատիպ կենտրոններ պիտի լինեն, ովքեր օգնեն նաև ֆերմերներին այդ աճեցրած մշակաբույսը ճիշտ որակյալ աշճանի հասցնելու համար, ստանդարտներին համապատասխանող որակ ստանալու համար։ Այս պարագայում շահում են բոլորը եւ տուժող գոյություն չի ունենա։ Ենթակառուցվածքներ ռոռոկման համակարգ, հա, նախ եւ առաջ, ինչ կարող անել պետությունը։ Սա էլ բացառապես պետական գործառույթ է։ Գյուղացին չի կարող այդ բնականաբար, չէ՞։ Հենց դրա համար եմ ասում, պետական գործառույթ է, ցավով պետք է նշեմ, առաջինը լավ տեսանկյունից ասեմ, հետո վատ, մենք Հայաստանը տարածաշրջանում, այդ թվում տարածաշրջանի մեջ մտնում է Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, ջրով ամենաապահովված երկիրն է, խմելու ջրով։ Մենք ունենք Սևանը չհաշված, կրկնում եմ, 9 միլիոն ոչ պաշտոնական թվեր, 9 միլիարդ ոչ պաշտոնական թվերով մակերեսային կուտակման ջրեր, պաշտոնական թվերով 7 միլիարդ մետր խորանարդ։ Մենք ասելով Հայաստանը։ Հայաստանը, ամբողջ երկրում։ Կա 7 միլիարդ խորանարդ մակերեսային կուտակման ջուր, որից ընդամենը կարողանում են տեղ հասնել 1.5 միլիարդը լավագույն դեպքում։ Մենք միջև 60-ից 70% ունենք ջրի կորուստ, աշխարհում նման ցուցանիշ։ Առանց Սևանից ջուր քաշելու։ Առանց Սևանից ջուր քաշելու, մակերեսային կուտակման ամբողջ երկրում ջրային ծավալը 7 միլիարդ խորանարդ մետր է պաշտոնական տվյալներով, որից 5 միլիարդ խորանարդ պլյուս ունեն մենք կորուստ, ռոռոկման վատ համակարգի պատճառով, ավազաններ չկառուցելու պատճառով, իսկ այդ ամեն ինչը պետական գործառույթ է։ Եվ երբ որ պետության իշխանությունը փորձի խորը արդեն զբաղվել գյուղատնտեսության ոլորտով, նրա թիվ 1 պայմաններից մեկը պետք է լինի իմ սուբյեկտիվ կարծիքով, սա ոչ պրոֆեսիոնալ կարծիք եմ ասում, մեմբրանային ավազանների ստեղծումը տարբեր մարզերում, տարբեր շրջաններում։ Երկու բառով բացատրեք դա ինչ է։ Ավազանը, որի տակը մեմբրանային նյութեր են լցնում, որ ջուրը չքաշի գետնի տակ, եւ այդ ավազանները արդեն սկսեն օգտագործվել ռոռոկման եւ այլ նպատակներով։ Ոչ միայն ռոռոկման նպատակով։ Ջրամբարների մասին ես մի թիվ ունեմ, ուրեմն 2021 թվականին ԿՊ-ն խոստացել էր կառուցել 500 միլիոն խորանարդ մետրի տարօրինակությամբ ուրեմն ջրամբար։ 26 թվականի դրությամբ կառուցվել է 23.9 միլիոն։ Վեդի ջրամբար։ Մի հատ ջրամբար։ Բայց դա փող արժի, չէ՞։ Պետք է փող ծախսվի։ Տեսեք, պետք է ծախսվի, բայց դա խիստ անհրաժեշտ առաջնային խնդիր է, որը չպետք է թողել հետագայի համար, չպետք է հետաձգել։ Դա ամենաառաջնային խնդիրներից է, որովհետև Պարսկաստանում հենց այս տարի տեսակ էկոլոգիական մեծ աղետ, որ Ուրմիա լիճը ամբողջովին ցամաքել է, եւ Պարսկաստանի ընդերքի ջրերն էլ բավականին սակավ են եւ նրանք լուրջ խնդիրների առջեւ են կանգնած, նույնիսկ ընդཐུպ խոսում են Թեյրանը տեղափոխեն այլ տեղ, որովհետեւ
ջրի լրջագույն խնդիր կա։ Մենք ունենալով նման հարստություն, մայրաքաղաք այսինքն ուզում եք ասել։ Հա, Թեհրանը ուզում են տեղափոխեն այլ վայր, որովհետև ջրի խնդիր կա։ Չեն կարողանում հասնել համապատասխան քանակի ջուր։ Ու տեսեք, ուրբանիզացված երկրներում մի ցուցանիշ ասեմ, որ մեր ունկնդիրի համար շատ զարմանալու թիվ կարող է լինել, ուրբանիզացված համայնքներում երկրում մեկ անձի հաշվով անհրաժեշտ է մինչև 500 լիտր ջուր։ Դուք մի հաշվեք միայն խմելը լողանալ, այլ ինքը ընդհանրենք աշխատում է որևէ արտադրության մեջ օգտագործվող կոյուղու մեջ օգտագործող եղել են, եւ այդ ցուցանիշը հասնում է 500 լիտրին մեկ անձի հաշվով։ Զարգացած երկրներում դա ընդունված ցուցանիշ է։ Պատկերացրեք, Հայաստանը ունի այդքան մեծ ջրային ռեսուրսներ ու վերաբերում է ջրային ռեսուրսներին շատ անխնա կերպով, ինչը մեզ մոտ լավ հետևանքների չի բերելու։ Այդ թվում նաև լսած կլինեք ձկնաբուծարանները, որտեղ բաց համակարգով է եւ ձկնաբուծարաններ կա վարկյանում մի քանի տոննա ջուր լցվում է ավազան ու ավազանից դուրս է գալի լցվում է գետը գնում է Ադրբեջան։ Արաքսկետ, Արաքսով էլ գնում է Ադրբեջան եւ այդ ջրերը կառավարել է պետք եւ պարսիկները միշտ մեզ հեգնանքով են, ես քանի որ շատ եմ գնում Իրան գալիս եմ, հեգնանքով են վերաբերում ես, ասում են դուք ձեր ամբողջ կյանքում ծով եք երազել, ծովը ձեր ոտերի տակ է, նկատի ունեն մեր ընդերքի ջրերը ու դուք չեք կարողանում ճիշտ օգտագործել, չեք կարողանում օգտվել այդ բարիքից ու դուք ունեք այս խնդիրները։ 20 տարի խոսվում է այլընտրանքային կաթիլային համակարգի մասին։ Մոտ 20 տարի շատ բոլոր իշխանությունները, բոլոր ընդդիմությունները իրար քննադատում են եւ այլն, բայց այս առումով մենք դեռ մնում ենք 1950-ական իմ կարծիքով թվականների մակարդակին։ Բայց տեսեք, հետաքրքիր բան կա, տեսեք, այդքան խոսում ենք աթիլային ոռոգման համակարգի մասին, բայց մեր ջրի հիմնական կորուստը, ենթադրենք ջուրը պետք է հասնես այգի, այգում ավազանում կուտակվի եւ այդտեղից կաթիլային ոռոգմով գնա ծառերը կամ ինչ մշակաբույս աճեցնեն ջրվի։ Բայց այդ ջուրը հիմնական կորուստը վատ ցանցի պատճառով միջև այգի հասնելն է կորում, ոչ թե այգու մեջ կա։ Դրա համար ամենաառաջնայինը ոռոգման համակարգը ամբողջությամբ բարելավելն է։ Դա թիվ 1 գերխնդիրն է։ Գյուղատնտեսության ոլորտում ինձ որ ասեն առանձնացնեք ըստ կարևորության խնդիրները, առաջինը ես կգրեմ ոռոգման խնդիրը։ Որքանով է պետք պետությունը կիսի գյուղացու ռիսկերը եւ եթե պետք է կիսի, ապա ինչ մեխանիզմով։ Պետությունը առաջնային պետք է հստակ ցուցակազմի իր համար առաջնային նշանակության, որ մշակաբույսերը պետք է արտադրվի։ Այդ մշակաբույսերի գծով ենթադրենք հացահատիկը մենք ինքնաբավենք 10-ից 17%-ով դիցուկ։ Ինքը պետք է հաշվի մեր պոտենցիալը ինչքան է։ Ենթադրենք մեր պոտենցիալը մինչև 50% է, դա պետական անվտանգության, պարենային անվտանգության խնդիր է, այս պարագայում, ինչը գյուղացիների, ֆերմերների համար գուցե այդքան էլ շահավետ չթվա, պետությունը պետք է արդեն իր համապատասխան գործիքակազմով կիսի ֆերմերի այդ ռիսկերը, որպեսզի ֆերմերը գնա ցորենի արտադրության։ Բայց ապրանքատեսակներ կան, որ ոչ առաջնային նպատակ ունեն, այսպես ասած, այդ առումով կարող է ընդհանրապես ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի պետություն չկիսի այդ ռիսկերը։ Դրա համար ըստ առաջնայնության եւ ըստ անհրաժեշտության պետությունը պետք է դասակարգի եւ ըստ այդմ փորձի ըստ գործակիցների իր ներդրումը ունենա ֆերմերի հետ տվյալ մշակաբույսի կամ տվյալ ոլորտի զարգացման գործում։ Ռիսկեր կիսելը նշանակում է նաև ապահովագրություն։ Բնականաբար առանց ապահովագրության հնարավոր չէ։ Տեսած կլինեք տարածաշրջանում մի քանի տեղեր ամեն տարի ինչ որ մի տարածաշրջանում Հայաստանում կարկտահարություն է լինում, ցրտահարություն է լինում եւ այլն։ Այդ ապահովագրությունը նաև պետությունը, որ անցած տարի վերաապահովագրող ընկերություն հրաժարվեց եւ անցած տարի տեղի չունեցավ, ես հույսով եմ այս տարի կփորձեն ինչ որ ձև անել, մանավանդ նախընտրական շրջաններս վստահ եմ որ կփորձեն այդ կիրառել, դա շատ կարևոր պայման է տվյալ ոլորտի ճյուղը զարգացնելու համար։ Շուկայի ստեղծում եւ պաշտպանություն։ Ես իդեպ կասկածում եմ, որ ԵՄ-ի համար մեր գյուղատնտեսական
արտադրանքը շատ հետաքրքիր լինի, որտեղ այնտեղ շատ խիստ ստանդարտներ են, բայց ԵԱՏՄ-ի համար, Իրանի համար, այլ երկրների համար մենք կարծես թե այս տասնամյակների ընթացքում լավ չենք օգտագործել այդ շուկան։ Մենք բացարձակ չենք օգտագործել, կարելի ասել, ինչ արտանում ռուսական շուկա, ու հենց շուկա բազար, այսինքն, հա, հենց բազար։ Մեր արտանվող գյուղմթերքի մեծ մասը վաճառվում է ռուսական ֆուցիթի բազարում։ Ես նման մոտեցման այդքան էլ կողմնակից չեմ եւ ուզում եմ, որ մեր մոտ այնքան զարգանա այդ ստրուկտուրան, այսպես ասած, որ կարողանան մտնել ռուսական ցանցեր, Սինգապուրում ցանցեր, Հարավ Կորեայում, նման բազմաթիվ օրինակներ կա եւ դա ստեղծելու, դա կազմակերպելու համար անհրաժեշտ են մթերման կայաններ, ինչը մեր գաղափարախոսության 5 քայլի մեջ 4-րդն է։ Ինչ է Իրանից ենթադրում մթերման կայանը։ Ես նաև ավելացնում եմ լոգիստիկ կենտրոնը։ Տեսեք, այսօր Հայաստանում գյուղմթերքի առևտուրը կազմակերպվում է եւ ներքին առևտուրը եւ արտահանումը կազմակերպվում է արևելյան շուկաների նման։ Այն հնացած մեթոդներով կա 3 շուկա՝ Մեյմանդարի շուկան, Մալաթիայի շուկան եւ Էջմիածնի շուկան, որտեղից խանութները, պտուղ բանջարեղենի մասնագիտացված խանութներ եւ սուպերմարկետները գնումներ են անում, բերում են եւ վաճառում են։ Կոպիտ ասած բիրիկնոցից։ Բիրիկնոցի, հա։ Ինչ ռիսկեր է դա իր մեջ պարունակում։ Առաջինը մենք ունենում ենք գյուղմթերքի շատ մեծ ծավալով կորուստներ։ Օրինակ գավառի կարտոֆիլագործը, երբ որ կարտոֆիլը աճեցնում է եւ լցնում է պարկերը, մեջը 20-25% ոչ ստանդարտ, բերեք բաժանենք 3 մասի, առաջի կարգ, երկրորդ կարգ, ոչ ստանդարտ եւ խոտան, 4-ը խոտան։ Ինքը խառը լցնում է բերում է Հովտաշատի Մեյմանդարի շուկա։ Մեյմանդարի շուկայից երբ որ խանութները գնում են, բնականաբար առաջի կարգ, երկրորդ կարգ կարողանում են վաճառել, այս խոտանը եւ ոչ ստանդարտը ուղղակի թափոն է գնում։ Այս թափոնի կորուստը հասնում է մինչև 30%-ի, պլյուս ոչ սառնարանային պայմաններում պահել է կարտոֆիլը, սոխը, գազարը եւ այլն, ինքը բավականին որակը եւ գցում է եւ տոկոսի կորուստի տոկոսը բարձրացնում է։ Եթե լինի մթերման կայան, ապա եթե լինի մթերման կայանի գործառույթը իրանից ներկայացնում է հետեւյալը. ֆերմերը երբ որ իր բերքը քաղում է 48 ժամվա ընթացքում այդ ամբողջ մթերքը պետք է բերի մթերման կայան։ Մթերման կայանում համապատասխան հոսքային գծերով տեղի ունենալու սորտավորում, տարայավորում եւ փաթեթավորում։ Առաջի գործընթացը սորտավորումն ու տարայավորումն է։ կներեք, դա պետական պետք է հիմնարկ լինի։ Ես հակված եմ, որ սեփական լինի, որովհետեւ պետական ցանկացած հիմնարկ նման մեծ արդյունավետությամբ չի կարող գործել, ինչ որ սեփականը։ Կարող է լինել բազմբաժնետիրական ընկերությունների տեսքով մի քանի ինվեստորներ ընդհանրեն։ Այս պետությունը պետք է օգնի այդ ստեղծել։ Պետությունը պարտադիր է աշխարհում նման զարգացած երկիր չկա, որ չունենա մթերման կայան։ Գոյություն չունի։ Նույնիսկ թույլ զարգացած երկրների մեծամասնությունը ունի, ես լինելով մոտ 50-60 երկիր գնալով ես ինքս եմ տեսել, թե ոնց են կազմակերպում այդ ամբողջ այդ process-ը գյուղմթերքի աճեցումից մինչև վերջնական սպառողին հասնելը։ Երբ որ սորտավորվում է, տարայավորվում է այնպիսի տարաների մեջ, որպեսզի կորուստը տեղի չունենա եւ պահում են համապատասխան ռեժիմով սառնարաններում եւ երկրորդ սորտը խոտանը, այդ թվում նաեւ ոչ ստանդարտ ապրանքատեսակները կարողանում են վերամշակման տանել, ոչ թե թափել։ Ընդհանրենք կարտոֆիլից կարող են ստանալ օսլա, կարող են ստանալ սպիրտ, կարող են ստանալ ամենածայրահեղ դեպքում պարտանյութ։ Այլ մշակաբույսերի կարող են ստանալ չիր, կարող են ստանալ պյուրե, հյութ, ամեն ինչ, ինչը բավականաչափ իջացնում է ինքնարժեքը եւ ֆերմերի համար դառնում է նպաստավոր պայման։ Եվ այդ մթերման կայանները ունենալով արդեն մեծ քանակություն, օրինակ մագնիտ սուպերմարկետների ցանցը Ռուսաստանում մոտավորապես մոտենում է 40,000-ի։ Դուք պատկերացրեք 40,000 սուպերմարկետ, Երևանում, Հայաստանում սիթիները 60-65 հատ են։ Ու այդ ծավալի պարագայում դու կարող ես ընդհանրենք ռուսական մագնիտի ցանցի որոշակի շրջան կարողանաս ապահովես քո ունեցած քանակը, որը ինչ որ ձևով արդեն կդառնաս մրցակցային։
Պլյուս արդեն մերձավոր արևելքի շուկա, ըստ կախված մշակաբույսի, պլյուս հեռավոր արևելքի շուկա, Սինգապուրի շուկան օրինակ մենք բացարձակ չենք դիտարկում, հայրը մեր բիզնեսմենները, բայց ինքը շատ որակով հեռու չի Սինգապուրը, դա ինքնաթիռի բեռնափոխադրման համար է, բայց այնտեղ գինը այնքան բարձր է, որ շատ շահավետ է եւ մենք ունենք մշակաբույսեր, որոնք կարող ենք հանգիստ մրցակցային լինել։ Պետությունը կարող է օգնել, մի քիչ սկսեցիք դրա մասին խոսել, որ ֆինանսական միջոցները լինեն ավելի ցածր տոկոսով եւ ավելի երկար ժամանակով։ Բնականաբար ենթադրենք բանկերին չես կարա ստիպես, չէ՞։ Այո, այգեգործության ոլորտում հենց երկար ժամանակ է պահանջում, որտեղ այգի հիմնելը ինքը բավականին աշխատատար process է եւ երկարաժամկետ գործընթաց է, որը հետ գնումը ներդրման 5-րդ տարուց հետո է սկսում ու դրա համար պետական միջամտությունը ելի անհրաժեշտ է։ Տեսեք, ազնվության համար ասեմ, որ ներկա իշխանությունները կիրառում են գործիքակարգ այգեգործության մեջ, բայց այդ արժեշղթան չեն փակում։ Ինչը բերել է այգիների շատացման, բայց երբ որ նայում ենք այդ այգիների համապատասխանությամբ ինչքան բերք պետք է արտադրվեր, այդ համապատասխանության բերքը չկա, նշանակում է, որ այդքան որակյալ այգիներ չեն հիմնվել Հայաստանում, ինչը էլի խնդիր է, դա առաջին խնդիրը հենց ներդրողի համար է։ Մենք այդ հարցերն էլ պետք է լուծենք եւ պետք է մտածենք այնպիսի գործիքակազմ իրականացնենք, որպեսզի ներդրողը ստանա առավելագույն շահույթը։ Այդ առումով կարծում եմ մեծ է մշակող արդյունաբերության, հա, գյուղատնտեսության մշակման արդյունաբերության։ Մի բան է, երբ որ դու մոլիբդենի կոնցենտրատ ես ծախում, մեկ բան է, երբ որ դու մոլիբդեն ես ծախում, նույն տրամաբանությամբ էլի պետք է ներդրումներ անել այս ոլորտում։ Հենց մթերման կայանը իրենց ենթադրում է, որ մենք ունենալով բազմավորակ արտադրատեսակ, մենք չենք կարող մշակող արդյունաբերություն չունենալ, որովհետև այդ երկրորդ սորտի ապրանքը, ոչ ստանդարտ ապրանքը, դա պետք է վերամշակվի։ Վերամշակվելուց հետո բնականաբար հավելյալ արժեք է առաջանում եւ մենք ունենք շատ մեծ ամբողջ աշխարհում շատ մեծ հնարավորություններ կան ըստ կախված տարածաշրջանի նախընտրությունների մենք ինչ կարող ենք առաջարկել իրենց սկսած պահածոներից վերջացրած հյութերով եւ մեր ազգային արտադրատեսակներով ինչը մեր ազգին է բնորոշ նաեւ ենթադրենք Եվրոպայում հայ համայնքի համար արտադրվող որոշակի արտադրատեսակներ որ հիմա էլ են արտահանվում բայց փոքր քանակներով կարողանանք նաեւ հասնել նրանց Դուք սկսեցիք խոսակցությունը գիտելիքից, հա, գիտելիքի տարածումից, իրական ագրարային խորհրդատվությունից։ Չնայած մարդիկ եւ մասնավորապես գյուղացիները ասում են դուք ինձ խորհուրդներ մի տվեք, դուք ավելավա ինձ նյութապես օգնեք։ Այդպես է ասում։ Դա արդեն հնացած մեթոդ է, որովհետեւ ասեմ շատ կզարմանաք, բայց սոցիալական ցանցերը, այդ թվում հատկապես TikTok-ը, Instagram-ը, երբ որ այնտեղ բազմաթիվ այգեգործական էջեր կան, այդ բոլոր ֆերմերները նայում են, թե ինչ զարգացած են Չինաստանում, Եվրոպայում եւ այլն, ու երբ որ նրանք նայում են մենք ինչքան հետ ենք, նրանք արդեն ձգտում են դրան։ Սննդի ոլորտն էլ, եթե նկատած կլինեք, վերջի 5-6 տարիներին բավականին տրանսֆորմացիա է ընթացել։ Խորոված քաբաբայինից հետո տեսնում ենք ինչքան ռեստորաններ, ինչ իմպրովիզներ են անում, շատ հետաքրքիր, մեկը տոլման խորոված է անում, մեկը հետաքրքիր ոչ ավանդական մշակաբույսով ուրիշ բան է սարքում։ Եվ այդ մշակույթը զարգանում, ինտերնետը շատ լուրջ ազդեցություն է թողում։ Եվ մարդիկ տեսնելով, տեսեք այդ խորոված քաբաբայինից արդեն անցում են կատարում շատ հետաքրքիր սննդատեսակների, ինչը նաև էլի ուղիղ փոխկապակցված է գյուղատնտեսության հետ։ Կհիշեք 2013 թվականից առաջ հայրը նույնիսկ բրոկոլին շատերը նույնիսկ չգիտեին ինչ էր եւ այդ բրոկոլին 1600 դրամ էր վաճառում մեր թանկ սուպերմարկետներում հիմա 300 դրամով բոլոր խանութներում կա վաճառվում մարդիկ առնում են այդ բրոկոլիից մարինատ են ստանում տարբեր ճաշատեսակներ եւ այլն եւ այլն նույնը ծնեբեկը մտավ սննդի ոլորտ Հայաստանում ու լայն տարածում է ստանում ու նմանատիպ
այդ սոցիալական ցանցերի ազդեցության շնորհիվ բազմաթիվ նաև բարձրարժեք մշակաբույսերը Հայաստանում հնարավոր աճեցնել եւ զարգացնել, ինչը շատ լուրջ ազդեցություն կթողի։ Ու նույն ֆերմերները թե 10 տարի առաջ, 15 տարի առաջ որ մտածում են, հա դասից եկել ես, ինչ ես ասում, հիմա էլ տենց չեն մտածում։ Բայց ֆերմերը կարող է սխալ տեղից քաշի ինֆորմացիան ինտերնետից, այնուամենայնիվ իրան պետք է, եթե ինքը սկսի ես այնուամենայնիվ պրոֆեսիոնալ ագրոնոմներ են պետք, չէ՞, գյուղատնտեսներ։ Ես հետաքրքիր մոտեցում ունեմ, սա անձնական է, սա մեր ձևով է համապատասխան համաձայնեցված չի, բայց հույսով եմ ինքը կլինի, տեսեք։ Ուրեմն իմ պատկերացմամբ ինքը հաստատ աշխատող մեթոդ է, ենթադրենք 10 գյուղացի ունի 15 հեկտար հող կամ 20 հեկտար։ Գյուղացին չունի 50-60-ը, մի հեկտար այգի հիմնելու համար 50-ից 60 հազար դոլար գումար է պետք։ Գյուղացին բնականաբար չունի հեկտարի կտրվածքով այդքան գումար, բայց նա ունի հող։ Ինչ անել այս պարագայում։ Ես առաջարկում եմ ստեղծել բազմաբաժնետիրական ընկերություններ, որտեղ մարդիկ ներդրողները կներդնեն գումար այգի հիմնելու համար, գյուղացին կդառնա փայատեր իր ներդրած հողի չափով։ Ենթադրենք 10-ից 15% կամ 20% դառնա փայատեր։ Երբ որ այդ ներդրողը ներդրումն արեց, բնականաբար բերելու է եւ որակյալ ագրոնոմներ, եւ բույսերի պաշտպաններ, եւ մեխանիզացիաներ, վերջի սերնդի մեխանիզացիաները ստեղծում է, գյուղացին կլինի իր հողի վրա նաև աշխատող աշխատուժ։ Նա կստանա եւ աշխատավարձ, եւ վերջնական շահույթից ձևավորված շահաբաժին։ Ենթադրենք իշտ ասած մի հեկտար հողը տարեկան կբերի 10 միլիոն դրամ եկամուտ, 10 միլիոն դրամ եկամուտից 10-15% եթե ինքը շահաբաժին ունի, ինքը կստանա միլիոն ու կես հավելյալ եկամուտ բացի իր աշխատավարձը։ Այս մեթոդը հաստատ աշխատելու է։ Ու այդ բոլոր այդ բացերը փակելու է։ Ու սխալ ինֆորմացիա քաշելու կարիք չի լինի, որտեղ կաշխատեն պրոֆեսիոնալ ագրոնոմներ, պրոֆեսիոնալ բույսերի պաշտպաններ եւ նորմալ բարձր որակավորում ունեցող թեկուզ տրակտորիստներ, որպեսզի թողը վարեն, կուլտիվացիան են եւ այլն եւ այլն։ Վերջին հարցը 5 քայլերի վերաբերյալ, հա, ինչ որ դուք առաջարկում եք, փաստարկը իշխանությունների հետեւյալն է, հնարավոր չի։ Հնարավոր չէ 300 աշխատատեղ ստեղծել, հնարավոր չի դեղերի գները իջեցնել, հնարավոր չի մթերման կայանները սարքել եւ այլն։ Դուք ինչ կպատասխանեիք դրան։ Ուրեմն ես սուբյեկտիվ տեսանկյունից բերեք մոտենամ ու անձնական օրինակով, երբ որ ես 2010 թվականին ասում եմ, ես պիտի բիզնեսով զբաղվեմ, ես պիտի արտահանում անեմ, այդ հնարավոր չի, ես լսել եմ իմ շրջապատում գրեթե բոլորից։ Գյուղատնտեսական բիզնեսով։ Գյուղատնտեսական բիզնեսով լսել եմ բացառապես բոլորից։ Սկսած բուլինգից ինձ ծաղրում են, ասում են, հա, ռոմանտիկ տղա ես, հեսա սաշիկը 50%-ը կխլի հարկայինը գլխիդ կխփի, էս կանեն, այն կանեն, այն կանեն, հնարավոր չի, ես 3 տարվա մեջ կարողացա արդեն ունենալ, ձեռք բերել 300 հեկտար հողամաս եւ արտահանում կատարել Եվրոպա։ Եվ այդ հնարավորությունները ես իմ կյանքում այնքան եմ լսել, ու երբ որ այդ հնարավորություն ասում են դիլետանտ մարդկանց խումբ, ովքեր կյանքում ոչինչ չեն ստեղծել, ոչինչի չեն ասել, որևէ փորձ չունեն, թե մասնավոր սեկտորում, թե պետական, նույնիսկ թեկուզ 7 տարի իշխանության են, եւ ասում են հնարավոր չի միլիարդատերի ընտանիքին, Սամվել Կարապետյանի ստեղծած թիմին, ով գեներացնում է 4 եւ ավելի միլիարդ դոլար շահույթ, ով ում թիմը ամբողջ երկրում ամենամեծ ներդրումային, այսպես ասած, գործով աշխատում է եւ բարիքա ստեղծում, ինձ մոտ ծիծաղ առաջացնում։ Ու լուր ես նայում եմ, ասում եմ, օքեյ, ձեր ասածը դուք մտածեք հնարավոր չէ, որովհետեւ դուք կյանքում ոչինչ չեք ստեղծել։ Ձեզ համար էլի հնարավոր չի։ Դուք այսօր հազար ներողություն, դուք այսօր եթե իշխանությունից ձեզ հանեն, արդեն տանեն մասնավոր սեկտոր, դուք մասնավոր սեկտորում ոչինչ չեք կարողանալու ստեղծել։ Ինչը եւ արել եք միջև իշխանության ժամանակ։ Ձեզ համար այո, այդ հնարավորությունները անընդհատ լինելու են։ Շնորհակալություն հետաքրքրության համար։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում եի մեր ձևով շարժման անդամ Հարություն Մնացականյանի հետ։